Հարգելի իմ դիտորդ, այսօր մի փոքր ուզում եմ խոսել բնական քարերի եւ իրենց էներգիաների մասին։ Քանի որ շատ այսպես մոդա է դարձել ասել կենթանակերպի ես այս նշանն եմ եւ ինձ կարելի են այս քարերը ընդհանուր, երկորյակներին այս քարն է, ընդունենք աջեղջյուրներին այս քարն է կարելի, դրանք ուզում եմ ասեմ լրիվ սուտ եւ վտանգավոր խոսակցություններ են։ Տեսեք, եթե դուք կրում եք քար, անգամ չիմանալով այդ քարի էներգիան, անգամ որպես զարդ, դուք միևնույնն է այդ քարի էներգիան բերում եք ձեր կյանք։ Յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր քարի գույն, յուրաքանչյուր քարի տեսակ պատասխանատու է մի մոլորակի էներգիայի։ Եվ այդ մոլորակը ոչ ոք չի կարող ասել, թե ձեր ծննդյան երկնային քարտեզի որ երրորդ տանն է գտնվում եւ որ աստիճանում է գտնվում, մերժված է, անկման մեջ է, ուժեղ դիրքում է, իր իսկական տանն է, ինչպիսի հակասություններ կարող են առաջանալ, քարեր կան, որ երբ որ նայում ենք ընդհանուր, դա ձեզ կարելի է, ըստ ձեր կենթանակերպի, բայց երբ որ խորանում ենք ձեր նատալ քարտեզի մեջ, այնտեղ հասկանում ենք, որ այդ քարը կարող է խիստ վնաս պատճառել թե ձեր առողջությանը, թե ձեր ֆինանսականին, թե ձեր անձնական կյանքին, թե ձեր էներգիային, թուլացնի ձեր ինքնապաշտպանությունը եւ բերի խոչընդոտներ, կոնֆլիկտներ, ագրեսիաներ, քարերը շատ վտանգավոր են անգրագետ կրելու համար։ Դուք դարձյալ որպես զարդ կրելու համար չեք հասկանում քարից, տեսել եք ձեզ դուր եկել, ուզում եք կրեք, խնդիր չկա, բայց միևնույնն է ինքը ձեր կյանքում իր գործը անելու է։ Հիմա բացատրեմ, օրինակ ես խելագարվում եմ Մարգարիտի համար, բայց ինձ խստիվ հագացուցված է Մարգարիտ կրելը։ Ես Մարգարիտ կրելու դեպքում իմ կյանք եմ բերում դժբախտություն։ Ես Մարգարիտ կրում եմ միայն մի քանի րոպեով որպես զարդ, որտեղ ես ընդունենք ինչ-որ բան եմ նկարում։ Իհարկե, այնտեղ Մարգարիտի նաև գույներ կան, որ ինձ թույլատրելի է, բայց սպիտակ Մարգարիտ, կախալոնգ, ադուլյար ու էլի մի շարք քարեր ինձ չի կարելի հակացուցված, ինձ հակացուցված է լազուրիտը, անգամ լազուրիտը, եթե լազուրիտը առաջին հայացքից ինքը թվում է մոգերի քար, դրական քար, աստվածային օրհնություն եւ այլն, ինքը Սատուրնի քար է համարվում։ Երբ որ ես ընդունենք կրեմ լազուրիտը կարող է իմ ֆինանսական հոսքերը կամ պայմանավորվածություններում բերել արգելքներ կամ դանդաղեցումներ։ Եվ այդպես շատ քարեր։ Ուստի ես հիմա ինչու եմ սկսել, եթե մի ժամանակ ես իմ դիտորդին ասում էի, որ հարգելի դիտորդ, որ քարը որ ձեզ դուր եկավ, որ ձեր ճաշակով եղավ, նշանակում է դուք ունեք այդ էներգիայի պակասը։ Դա է ձեր համար կարևոր։ Բայց երբ որ մենք նայում ենք նատալ կարտը եւ խորապես իր ամբողջ գաղտնիքներով մենք կարողանում ենք զգալ, բացահայտել, թե ինչ կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ մարդու կյանքում տվյալ քարը։ Մարդու կյանքի էներգիան կարող է քարը հիմնական հանգցնել։ Տեսեք, չարոիդ, իմ խելագարվում եմ ուղղակի այդ քարի համար։ Իմ սեղանի վրա էլ այդ քարը կա։ Ես այս քարից ունեմ պատրաստված նաև զարդեր։ Հրաշալի քարը։ Եվ ինքը մարդու կյանքա բերում ու հրապուրում է, ուժեղացնում է կանացի մագնետիզմը, հրապուրանքը, ձգում է կյանք դեպի սեր, հարստություն, բայց արիք ու տեսեք, որ այդքան սիրելով հանդերձ ես պետք է իրեն փոխարինեմ նմանատիպ ագատով։ Ինձ չի կարելի գրել չերոիդ։ Ադուլյար,
գժվում եմ մոդուլյարի համարի, բայց ես այն կրելու իրավունք չունեմ։ Որովհետև լինելով կարիճի, ասցենդենտին գտնվելով կարիճում, առանց դա լուսին ունի իր ազդեցությունը իմ վրա։ Ես ունեմ իծնե էքստրասենսոր ուժեղ զգացողություն։ Եվ դա էլ ավելի ուժեղացնում ու ինձ ավելի զգայուն է դարձնում, ես կարող եմ ամեն ինչ պատից են կողմ տեսնել, այն ինչ որ կարա ինձ համար հաճելի չլինի։ Ուստի այն ստիպված փոխարինում եմ սպիտակ ճաքեր ունեցող ագատով կամ լեռնային բյուրեղով։ Վարդագույն կվարձով ամենավերջում։ Չի կարելի կրել ինձ ռուբին, օրինակի համար, որովհետև իմ Մարսը շատ ուժեղ է, ռուբինը ինձ ավելնորդ ագրեսիայի է բերելու։ Այսինքն ես չեմ կարողանալու մարդկանց հետ հանգիստ շփվեմ, անդադ ես իրենց մեջ մտնելու եմ իրենց հետ ագրեսիայի, եթե անգամ կրել մի փոքր ժամանակով։ Իսկ դրա փոխարեն ինձ կարելի է օրինակ կարմիր կորալը, կարմիր յաշման, կարմիր վագրի աչքը, չի կարելի կրել ամեթիստը։ Եվ այսպես ես ինձ վրա եմ օրինակ բերում, որտեվ ես այս պահին իրավունք չունեմ ձեր նատալ քարտեզից խոսել։ Ուստի այսուհետ իմ մոտ բոլոր զարդերի պատվերները կլինեն հատուկ նատալ կարտերի հիման վրա։ Ես կընտրեմ ձեր համար մաքսիմալ անվտանգ, նախ դուք կորոշեք ինչ թեմայով է ձեզ պետք, ինչ էներգիայի համար է պետք ձեզ քարը։ Ես կնայեմ տվյալ տներում ինչ մոլորակներ ունենք, ինչ հակասող մոլորակներ ունենք, որտեղ է գտնվում իրական ձեր հաջողությունը, որ քարի մեջ, եւ ձեր համար կընտրվի ձեր համար ամենաարդյունավետ տարբերակը։ Ուստի եթե դուք բնական քարերից զարդեր եք կրում, անպայման հետևողական եղեք, այդ քարը ձեզ կարելի է թե չէ։ Շատ վտանգավոր է օրինակ Սատուրնի քարերի հետ խաղալը։ Սատուրնի քարերի հետ խաղալը, այդ մուգ կապույտ գույնի քարերի հետ խաղալը իրականում կատաստրոֆիկ վտանգավոր է։ Որովհետև նախ եւ առաջ պետք է նայել Սատուրնը մարդու որ երրորդ տանն է գտնվում եւ ինչ վիճակում է գտնվում, այն իր արժանինքներում է գտնվում, թե գտնվում է ընդունենք վտարման, անկման աստիճանում։ Առաջի հայացքից նայում ես շատ գեղեցիկ քար է, հրապուրվում ես, բայց չի կարելի։ Չի կարելի։ Քարերի հետ, բնական քարերի հետ խաղ անել չի կարելի։ Իմ օրինակ Մերկուրին սիրում է զմրուխտը։ Կապույտ քարերից ինձ թույլատրելի է կրել միայն վագրի աչք կապույտ գույնի, կատվի աչք կամ փիրուզ։ Իսկ մնացած մուգ կապույտ քարերը խստի վարգելվում է, որովհետև առանց դա Սատուրնի օր, Սատուրնի թիվ, Սատուրնը միշտ չէ, որ կարող է բարյացկամ գտնվել իր հովանավորի հանդեպ։ Սատուրնը սիրում է տրավմաներ, կոտրվածքներ, վիրահատություններ, ատամների խնդիրներ, ում նա հաճելի դա։ Ինքը սառը էներգիա ունի։ Ինչ չի կարելի լարիմար, կարելի է ակվամարին։ Եվ այսպես շարունակ, քարերի տեսակները շատ են, բայց ես խորապես ուսումնասիրում եմ յուրաքանչյուր պատվերը, որպեսզի անվնաս լինի պատվիրատուի զարդը իր համար, ինքը կարողանա իր ողջ կյանքում կրել ու չհոգնել այդ զարդից։ Զարդեր, որոնք ես կրում եմ, կարող է ես կրեմ նկարահանման համար, ուղղակի գեղեցիկ է զարդը, ինձ քաշում է, գրավում է, բայց հաջորդ պահին ես դա հանեմ, որովհետև ինձ նա արգելված է։ Ես իմ յուրաքանչյուր զարդ կրում եմ գիտակցաբար։ 1000 անգամ ստուգելով, դա իմ որ էներգիան կարթնացնի, իմ մեջ կուժեղացնի։ Չի կարելի անդադ ապրել էմոցիաներով։
սառը դատողություն, կարգապահություն, դրանք միշտ են պետք մարդուն։ Բայց երբեմն գալիս է մի հատ ժամանակ, որ մարդը հոգնում է անընդհատ լարված կանոններով, երբեմն մարդ ուզում է խենթի պես ապրել, օրինակի համար։ Ուստի պետք է ամեն ինչ արվի, դուք քարը կենդանի էներգիա է։ Այստեղ ոչ մի բան պատահական չի։ Այն իմ հետ շնչում արտաշնչում է։ Նույնն էլ ձեր ձեռքի վրա, նույնն էլ ձեր կրծքավանդակում, նույնն էլ ձեր ականջողների տեսքով, մատանիների տեսքով։ Ինձ համար իդեալական քարը օբսիդիանը։ Իդեալական քարը կարող եմ գիշեր-ցերեկ կրել։ Շեռլը, շպինելը, կարիճի Մարսի էներգիայի ամենաուժեղ, հա, այսպես ուժը արթնացնող կողմերն է։ Բայց արի ուտես որոնակ ադուլյարը մեղմում է այդ ամեն ինչը, ինչը որ ինձ պետք չի։ Եվ այսպես շարունակ։ Ուստի այսուհետ ասել եմ ու էլի կրկնում եմ, բոլոր քարերը կլինեն ձեր նատալ կարտերը լիարժեք ուսումնասիրելուց հետո։ Նոր ձեզ կտրվի ձեր թալիսմանները, ամուլետները, ոնց ուզեք։